Մայիսի 27-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլերովեի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների բարեփոխումները, ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործելավոճի արդիականացման, ինչպես նաև միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ արձանագրված արդյունքները։ Փոխնախարարը նշել է, որ ոստիկանության բաժիններում տեսանկարահանող համակարգերի, ազատությունից զրկված անձանց տեղափոխման, նոր տրանսպորտային միջոցների ներդրումը, ընթացակարգերի թվայնացումը նպաստել են թափանցիկության, արդյունավետության եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում նա հավելել է, որ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ շարունակաբար բարելավում են առկա գործիքակազմերը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման գործընթացին, փոխնախարար Ղազարյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավել է քաղաքացիության տրամադրման գործընթացը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 10,000 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Քլերովեյն իր հերթին բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ կառուցողական համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու բարեփոխումների գործընթացին աջակցությունը։ Անդրադառնալով միեդ վճիռների կատարմանն ու խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքներին, Քլերովեյը ներկայացրել է այդ ոլորտում իր գլխավորած կառույցի հանձնառությունները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը։